Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք ձեր շատ սիրած բաղադրատոմսերից մեկը 7 բահար և գեստեի գտալ մշնգույս։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, թափնուտերև, դարչինի ցողիկներ, կարմիր բղբեղ գծու և քաղցր, սև բղբեղ, դարչինի փոշի։ Եվ տապակելու համար մեզ պետք է բուսայուղ։ Իսկ ոնց ենք անում, սկսում ենք մեր միջուկից, դրա համար պետք է մի քիչ տնենք, ավելացնենք սոխը և միսը, որպեսզի տապակելու սկսենք ու հետո ավելացնենք բոլոր համեմունքները։ Իսկ ինչի միջուկը ավելի շուտ պետք է անենք, որովհետև պետք է միջուկը անենք մի քիչ ինքը միջև բաղի կամ մի քիչ տակուկնա սարի, մենք արդեն թուրսի բատյանը պատրաստենք, քանի որ եթե մենք թուրսի բատյանը սկիզբեն շաղենք, ինքը կքարանա, իսկ եթե քարանա, մենք չենք կարող բացենք իրեն հանգիստ։ Իրականում իջլի կուֆտեն ամենու համար շատ համեղ ուտելիք է, իսկ ես որ յուրահատուկ ձևով եմ անում, իրականում բայց մեկ լինում է, որ եթե նույն բաղադրատոմսը կուզենաք խաշել, կարող եք, քանի որ ես գիտեմ Հայաստանում ավելի ծանոթ է խաշելով իջլի կուֆտեն եւ ոչ տապակելով, այս նույն բաղադրատոմսը կարող եք նույնիսկ խաշել ձեր հանգիստին նայեցեք, ես նույնիսկ մեկ չերոցում եմ անում, այսինքն մի քիչ ցիտաբտղից հետ եմ կսում ու բեյք եմ անում, այսինքն թխում եմ չերոցում։ Ավելացնում եմ ցիտաբտղից հետ, արդեն սկսում մի քիչ տապակել ու ավելացնելու եմ միսը։ Սոխին ուզում եմ մի քիչ աղ ավելացնեմ, որ շուտ մեկ Տենց միջև միսը տապակելու սկսենք, արդեն կարող ենք սկսել համեմունքները ավելացնել, արդեն ես ես համով արոման տեսնում եմ, սկսում ենք ավելացնել, սկզբում մշնգույցն եմ ավելացնելու, որպեսզի այդ համոհոդը ապահովեմ մեր միջուկի։ Ավելացում եմ 7 բահարը, 7 համեմունքը, ավելացում եմ դարչինը մի քիչ, իհարկե մանանիգից, ավելացում եմ սև բղբեղ, կարմիր 2 բղբեղ, գծու և քաղցր։ Եթե ուզում եք գծու չլինի, միակ քաղցր։ Մեր թիմը այսօր լալու է։ Մի քիչ խառնելու եմ։ Նայեք ինչ լավ արդեն զանգված ունենք, լավ խառնում եմ, որպեսզի այդ համերը բոլորը տարածվի։ Ավելացնում եմ մի հատ դարչին և 2 հատ թափնուտերև։ Հիմա մի քիչ աղ ավելացնելու եմ, որովհետև եթե հիշում եք, սոխի ժամանակ եմ ավելացրել, որ մեր համերը դեղն ու դեղին լինի։ Հիմա եթե հիշում եք, միան մնացել է սոջու ունգույզը ավելացնել, դե սոջու ունգույզը վերջի ինչ-որ 8 րոպեն եմ ավելացնում, որովհետև ինքը այնքան երկար պետք չունի տապակվելու, ուղղակի պետք է սենց այդ համերը կաշի ու կարմրի։ Ավելացում ենք սոջու ունգույզը, լավ խառնում եմ և թողնում ենք մի քիչ էլ տապակվի։ Մի հատ նայում եմ համին։ Արդեն ես պատկերացրեցի ինչ ենք ունենալու, մի քիչ գծու է եղել, բայց շատ համով։ Բան չէ, մոռացած կարևորը, աղը դեղին է, ամեն ինչ իրա դեղին է։ Արդեն մեր միջուկը պատրաստ է, կարող ենք անջատել և թողնել սառչի։ Իսկ հիմա ինչ ենք անում։ Բերում ենք այսպիսի ափսե կամ տարա, բացում ենք մեր մարանիգի բլղուրը, ամենալավ բլղուրը,
ավելացնում եմ բլղուրը, 2 բաժակ եմ ավելացնելու։ Իմիջալոց ես ասեմ մի հատ գաղտնիք, առաջի օրվանից որ ես Հայաստան եկել եմ, այս տեսակի բլղուրեղեն եւ այլն մի քանի տեսակ եմ օգտագործել ու առաջի օրվանից որ սկսել եմ համով ճաշեր եփել, շատ էի հավանում Մարանիկի բլղուրները։ Այսինքն ընդհանրապես ամեն ինչն էի հավանում ու բաներ կա միայն Մարանիկից էի վերցնում։ Էսի դենց գաղտնիք ասեմ։ Որովհետեւ նախ իրանց չափերը շատ լավ է միշտ, մանրը մեծը մեծ, երկրորդ շատ մաքուր էր միշտ եւ միջև մա։ Եվ երրորդ ինչ որ գա որ բաներ որ երկար է եփում, իրանցը միշտ տենց երկար չի եփում ու շատ արագ եփում է։ So շնորհակալ եք Maranիկ այս լավ quality-ի համար։ Այսինքն լավ որակի համար։ Ուրեմն բլղուրին կասենք մի կողմ, որպեսի ամուսնանա իրար հետ քուֆտան։ Հիմա ավելացնելու ենք բլղուրի վրա սպիտակացավարի, ես ընդհանրապես քուֆտայի տեսակներուն անպայման սպիտակացավար եմ ավելացում, ինքը ավելի ամբողջական տեսք է տալիս ու այդ խրխտանություն, գեդավորություն, չգիտեմ ինչ գնում է, ու ինքը դառնում է դենց միահապաղ զանգված։ Ավելացրեցի։ Հիմա պետք է ավելացնեմ կարմիր բղբեղը, նորեն 2 տեսակ եմ ավելացնելու կծու եւ քաղցր։ Իրականում դենց էական չի, կարող եք մեկ տեսակ բղբեղ օգտագործել, քանի որ բայց ես միշտ սիրում եմ քիչիկ քույնի եւ համի բալանսը տալ, դրա համար քաղցր եւ կծու եմ օգտագործում։ Ստեղ ավելացնել անմահական։ Դեղին ամեն ինչ։ Մի քիչ էլ չաղեմ, որ համերը ամուսնանան ու սկսենք արդեն shape անել, այսինքն ձևավորել։ Հիմա ուզում եմ մի հատ մոդիկից կամերան նկարի ու տեսնեք դուք այս բաղադրիչներով մենք ինչքան զանգված ստանանք։ Այսքան արդեն ստացել ենք։ Տեսակ։ Գնացինք։ Հիմա անշուշտ ամենահետաքրքիր ձևը մի հատ գնդակի չափ վերցնում ենք ու սկսում ենք իրականում եթե ցես դժվար է կարող եք բզդիկ կշիռ մի քիչ սրություն վերևից այսպես ու երբ որ սկաք որ մի քիչ հարթ չէ մի քիչ ձեռքերն բողակի չուր արեք ու ստացեք տեսակ իսկ իմ ուշլի կուֆտես այսպես է շարունակում ենք մի հատ էլ եմ ուզում ցույց տամ ու արդեն արագ հետո կանենք տենց մեր բոլոր քուֆտեները դուք կտեսնեք ոնց է պատրաստում ցեզ էլ հեշտ կլինի ամենակարևորը որ մի քիչ միշտ չուր արեք ձեր ձեռքը որովհետեւ այս դրսի մասը կարողանաք իրան բարակացնել շատ կարևոր է որ բարակ լինի գիտեմ որ նույն բաները ասում եք բայց կարող է այս րոպեին մեկը միացել մեզ որ դե ես աչքի չափով հիմա բոլորը նույն չափի եմ փորձում անել Իրականում նույն բաղադրատոմսով դուք ձեր ուզած տեսքը կարող եք անել, այսինքն դուք սիրում եք եթե սենց մեր տրադիցիոնալ կամ մեր ավանդական կամ ընդհանրապես ավանդական կուֆտայի նման կարող եք անել։ Բաղադրատոմսը պատրաստ է, ուղղակի ձեր ցանկացածություն վերևում։ Եթե ճաքեր լինի, կարող ենք մի քիչ ջուր ավելացնել ու սկսել նորեն թեպի վերև սանրել մեր կուֆտան։ Շատ կարևոր է որ կուֆտան չբացվի Շատ կարևոր է որ կուֆտայի վրա մեր ճաքեր չի լինի, ճեղքեր չի լինի, տաբակած կամ մեր խաշած ժամանակ չբացվի, այսինքն այդ դրանք ամենակարևորներն են, հիշեք։ Ամենավերջում կարևորը համով կուֆտա ուտելն է, չէ՞։ Մեր հայ տանտիկինները Գիտեմ, որ սրան շատ կարևորություն են տալիս ու բոլոր դուները կամ ամեն դուները անպայման պատրաստում են։ Ոչ թե միայն ամանորյա օրերին, ընդհանրապես։ Դրա համար ինչ որ հայկական դուն գնաս, անպայման ասեն, կարող է տենց ինչ որ ընթրիք են դրել, մի հատ դրել են մի քանի տեսակ եւ այլն, aber մի հատ էլ հեսա մի հատ էլ իշլիա կալու, հեսա մի հատ էլ չգիտեմ ինչա կալու, տենց ամեն անգամ ինչ որ 10 րոպե ընդմիջովով գալիս է մի ուտելիք։ Այդ ավանդույթը շատ եմ սիրում հայկական սեղաններին։
Օրինակ իմ մոտ կամ ես ինչպես որ տենց մեծացել եմ, ամեն ուտելիքները միանգամից թնում են։ Օրինակ դու որ եթե գնաս ինչ-որ արիթի կամ ամանորը ինչ-որ միտեղ, սալատները թրվում է ամեն ինչ, ուտելիքները արդեն հազիվ նստեն հյուրերը, պետք է դաքերը ամբողջական սեղանի վրա լինի։ Ու դու արդեն չգիտես որից սկսես, որից վերջանաս, որը ուտես, մի հատ այնտեղ ես նայում, ես ուտում, ես ուտում, աչքդ այնտեղ է մնում եւ այլն։ Մի քիչ դենց տարբերություններ կան, բայց շատ ուրախանում եմ այդ տարբերություններից, որովհետեւ մեր դուն եկողը մի քիչ ուրիշ է լինում, ես ինչ որ մեր ընկերներին եմ գնում ուրիշ է լինում, դեց փոփոխություն։ Ամեն բարակը ես ամեն ինչը խոսացինք, ասեցինք, որ անպայման սեղանի վրա լինի հայկական քինի, մենք նախընտրում ենք քարե հայկական քինին եւ լինի սուիտնելայի համովությունները, պաստղներ, սուջուխներ եւ այլն, համովություն, հարստություն, դե իհարկե լեմոնադները կամ ինչ որ խմելիքներն էլ սիլից եւ մազայից կարող են լինել ու այն միսով անուշիկ սեղան կստանաք։ Եթե սեղանն էլ դրել եք վարակույրի մոտ եւ եթե այդ անուշիկ սեղանը, որ պատրաստել եք, կողքը անուշիկ վարակույր եք ուզում ու տեսնում եք այնտեղ մի քիչ դադարություն կա, կարող եք իրիս գնալ ու անուշիկ վարակույր ընտրել ձեր դան համար ու երբ որ հյուրերը կան, ասեն, «Վայ, ինչ որ մի բան է փոխվել, այստեղ ավելի է անուշիկ ձեր սիրուն ազրը», ասեք, «Այո, վարակույր եմ ավելացրել